Մեզ ֆինանսավորում են այն բոլոր մարդիկ, մեր բոլոր քաղաքացիները, ովքեր դեմ են եւ ովքեր համերաշխ չեն Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հազարավոր մարդիկ են։ Այո, հազարավոր մարդիկ են, հազարավոր քաղաքացիներ են, ովքեր մեր թիկունքում կանգնած են ֆինանսապես, աշխատուժով, բոլոր եղանակով օգնելու են մեզ հաղթելու այս ընտրությունները։ Երկու անուն է ես լսել, մեկը Միքայել Մինասյանն է, ձեզ ֆինանսավորում, երկրորդը վերջերս Արթուր Սողոմոնյանն է, Փյունիկի մի բառով կասեմ սխալվել եք։ Մի քանի անուններ էլ ես կարող եմ ասել, որ տարբեր աղբյուրներում շոշափվել է, քննարկվել է, ես մի 10 լսել ենք ու լավ ծիծաղել են։ Շատ լավ ենք ծիծաղել, չեմ հնչեցնի, բայց մեր ընկերները տարբեր ժամանակներ, տարբեր անուններ են տալիս։ Հաշվետվություն կլինի, դուք այո, հաշվետվություն, որովհետև ունենք անցած ճանապարհ, որովհետև պարկեշտ մարդիկ ենք, ամբողջ պատասխանատվությամբ եւ պարզ ճակատով կանգնած ենք մեր հասարակության առաջ։ Ոչ ոք չի հասկացում, հենց հիմա էլ տեսնում ենք, համոզվում ենք, պարոն Դերմյան, բայց դա քիչ է քաղաքական ֆինանսավորման համար։ Միլիոնավոր դոլարներ։ Պատկերացրեք քիչ չի։ Լինելու են այդ հաշվետվությունները։ Վայրը լինելու են։ Հաշվետվությունները լինելու են։ Հաշվետվությունները կլինեն, կտեսնենք։ Հաշվետվությունները որ լինեն, մենք անվանական կտեսնենք ով կան։ Ամեն ինչ կտեսնենք։ Օրինակ հիմա ԿՊ-ն հանգան բան է, դրամահավաք։ Այո, մենք էլ ենք սկսելու դրամահավաք։ Մենք իհարկե սկսելու ենք։ Բա միջև է։ Գործող Չէ, ներողություն, դրա պաշտոնապես, երբ որ հայտարարում է քաղաքական ուժը դրամահավաքի մասին, պաշտոնապես դրամահավաք հայտարարելու մասին։ Միջև է նվիրատվությունների միջոցով։ Ասեցի, այն բոլոր ոչ, Արթուր Սողոմոնյանն է։ Ոչ, ձեր նշած անձը կապ չունի մեր հետ, մեր ֆինանսավորման հետ։ Ում որ նշեցի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։